Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր դեկտեմբերի 10-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ու շագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Երեք խոսում էին KGB-ի գործակալ լինելու մասին, այսօր արդեն հայտարարություն տարածվել է, ուղղակի դրան կարճ անդրադառնանք։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից փոխանցել են, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը արկա տվյալների համաձայն Եզրաս arczepiskopos Ներսիսյանը 1986-88 թվականներին համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ։ Այո, նախ սա իր մեջ ոչինչ չի պարունակում իրավական եւ այլ։ Բայց որտեղ խորհրդային միությունը գոյություն չունի, բայց այն ժամանակ, երբ որ Եզրաս arczepiskopos Ներսիսյանը Մոսկվայում օրհնում էր եւ Ուկրաինա գնում էին մարդասպաններ, որոնց նա որպես հայկական բատալյոն օրհնում էր, ում անունից էր օրհնում մարդասպանին։ Այդ մարդասպանները իրանց հայրենիքն էին պաշտպանում, թե գնում էին ուրիշի հայրենիքը ասպատակեն, փառասիրությունից ելնելով հայկական բատալյոն էր, որպեսի ասեն, որ Պուտինի համար պատրաստ ենք մեռնել։ Իհարկե տենց էլ պատահեց, դա կատակ չէր, իրականում մեռավ Պուտինի համար իրանց ղեկավարը, բայց հարցը դա չէ, այն ժամանակ, որ դրան անդրադառնում էինք, ես չէի տեսնում, որ մարդիկ իրականում դրան ուշադրություն են դարձնում, որտեղ մտածում են, դե լավ, Ռուսաստանին չնեղացնենք, Նիկոլ Փաշինյանի եղբայր Ռուսաստանն է, ընդեղից են չէ գնում Ուկրաինա կռվում, ոնց մենք ասենք մարդասպան են, ոնց ասենք Ուկրաինա գնացող կռվողը մարդասպանն է, բա ինչ է։ Եվ այդ ժամանակ այդ ակտիվությունը չէինք նկատում, դրա համար ոչ թե խնդիրը նա է, որ Եզրաս arczepiskopos Ներսիսյանը գործակալ է թե չէ, խնդիրը նա է, ասում ենք ցուցակը ամբողջությամբ հրապարակեք բոլորինը, որպեսի դա հատվածաբար ընտրանքային ձևով չօգտագործի Նիկոլ Փաշինյանը։ Մարդիկ պարզ հարց են տալիս, այդ 10 arczepiskoposները, որ եկան Նիկոլ Փաշինյանի աչը համբուրելու, բա նրանց վրա ինչ կոմպրոմատներ, կարող է նրանք էլ էին KGB-ի գործակալ, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանին դա պետք էր, նրանց գործակալ լինելը չբացահայտվեց։ Բացահայտեք, բոլորը իմանան, ոչ թե դա պահեք ձեր ձեռքի որպես շանտաժի գործիք։ Այդ դեպքում մենք կհամարենք, որ իսկապես օբյեկտիվորեն մենք պատկերացում ունենք, թե ինչա տեղի ունենում։ Բայց հետաքրքիրը մենակ դա չէ, բա Սերժ Սարգսյանի արձագանքը տվեց անցավ։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Բա նրանք, ովքեր դա շատ մեծ բացասական են համարում, արդյոք գիտեն, որ ուղղությամբ է համագործակցել, իսկ եթե համագործակցել է կոնկրետ հետախուզությամբ, որ ուղղությամբ այդ մարդը, այդ երկրին, այդ ԽՍՀՄ-ին, որի կազմում նաև Հայաստանն էր, օգուտ է բերել, թե վնաս է բերել», ասել է Սերժ Սարգսյանը։ Ամեն ինչ հնարավոր է։ Բա ասում են, որ Սերժ Սարգսյանն էլ եղել է KGB-ի գործակալ Նարիմանով անունով, մականունով։ Հա? Գուցե Սերժ Սարգսյանն էլ ասի, որ այո, ժողովուրդ ջան, եղել եմ KGB-ի գործակալ, բարի նպատակներով, միայն ազնիվ գործերով եմ զբաղվել։ Մենք էլ կարող է հավատանք, ասենք իսկապես հայրենանվեր գործարը, բա ինչի է թաքցնում։ Եթե այդքան բարի գործ կարելի ան, թե ինքը չար գործակալ է եղել, կարող է Եզրասը բարի գործակալ է եղել։ Մենք ասում ենք, որ Արցախի տարածքում 120,000 հայ է ապրել։ KGB-ի սովորությունն իմանալով մի 10% գործակալ կլնեին։ 12,000 գործակալից քանիսին է Հայաստանը բացահայտ։ Եթե ոչ մեկին չես կարող բացահայտես, որտեղ արխիվները գտնվում է Բաքվում, ուրեմն իմացի, որ այդ մարդիկ կախվածության մեջ են Բաքվից։ Ուրեմն նրանց չես կարող որևէ մեկին կասկածել, եթե հիմքեր չունես։ Բայց գոնե պետք է հաշվի առնել այդ հանգամանքը, որ եթե ապացուցելու հիմք չունես, բայց մի բանի հաստատ հիմք ունես, որ մի 12,000 կարող է մոտավոր հաշվարկով գործակալ լինի, պատասխանատու պաշտոնների չնշանակեիր Արցախից եկած, հատկապես
կամ KGB-ում ծառայացների կամ կուսակցական աշխատանքներում աշխատածների հետ, բայց ընդեղից եկան մարդիկ, ովքեր կուսակցական ֆունկցիոները չէր կարող չանցներ Ադրբեջանի հատուկ ծառայությունների թրի տակով, բայց գալիս Հայաստանում բարձր պաշտոններ էին զբաղեցնում, բա դրա դեմով պետք է առներ։ Բա անեիք, որ մենք հասկանայինք, որ իսկապես այդ մտավախությունը, այդ վտանգը չկա։ Նույն հաջողությամբ Հայաստանում հիմա արեք, ազգային անվտանգության ծառայությունը կոնկրետ մեկի փաստնա, լրագրողը դիմել է, հրապարակել է, դրեք ասեք բոլորինը հրապարակեք։ Ինչու ոչ։ Այդ աշխարհում որ երկրներ արեցին ինչ եղավ։ Վերացան այդ երկրները, թե մաքրվեցին, դրեցին մի կողմ։ Ասին վերջ, էսա, գնացեք նայեք ինչ ուզում եք իմացեք։ Իսա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի սովորությունը մենք գիտենք։ Արմեն Սարգսյանը քաղաքացիության այդ խնդրեմ չունի, ես թղթերը նայել եմ, մինչև այսօր չի ասում, այդ ինչ թղթեր ա նայել, որ այտենց էլ ինքը նայեց, ոչ մեկը չնայեցին։ Բայց երբ Արմեն Սարգսյանը նախագահի իր դեմ դուս եկավ, արդեն պարզվեց, որ այդ թղթերը չկային։ Բա ինչ պատասխան տվեց Նիկոլ Փաշինյանը։ Մենք գիտենք, որ ամենակոռումպացված արքեպիսկոպոսները հլու հնազանդ Նիկոլ Փաշինյանի հանձնարարություններն են կատարում, բայց ինչի են կատարում։ Ինչ կոմպրոմատ ունի Նիկոլ Փաշինյանը նրանց վրա։ Իսկ եթե Եզրասը Նիկոլ Փաշինյանին ծառայեր, այս արխիվի փաստաթուղթը դուրս կգար, իհարկե ոչ։ Ինչի մասին է խոսքը։ Նա կլներ ամենասուրբ անձնավորությունը, որին Նիկոլ Փաշինյանը կընդուներ, եթե նա իմ ասածը անում է, մենք այդ ուղղությամբ ողջունում ենք նրա արածը։ Վերջ։ Այդ դրա համար անում եք ամբողջը հրապարակեք, ոչ թե ԱԱԾ-ն դարձրեք գործիք Նիկոլ Փաշինյանի ձեռքին։ Եթե պետք է, մեկի մասին կասենք, եթե դա հարվածի տակ է։ Այսինքն հարվածի տակ դնում է Փաշինյանը, նորից դրա փաստաթղթերը ստանում են։ Այնպես որ սպասենք հաջորդներին, որպեսզի իմանանք ինչա կատարում։ Եթե մաքրում են, գիծը քաշենք, անցնենք առաջ։ ՀԱԲ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է. Հայաստանը եղել եւ մնում է մեր դաշնակիցը։ Մենք հույս ունենք, որ Հայաստանը տեսանելի հեռանկարում կվերադառնա ՀԱԲԿ-ին լիարժեք մասնակցությանը։ Դրա համար կան բոլոր պայմաններն ու նախադրյալները։ Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի ժողովուրդը շահագրգռված է Եվրասիայում անվտանգության ընդհանուր տարածքի ստեղծմամբ։ Ավելին, նոյեմբերին Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրություն տարածեց, որ ՀԱԲԿ-ի կազմից Հայաստանի դուրս գալու հարց չկա, նշել է ՀԱԲ գլխավոր քարտուղարը։ Այսինքն Հայաստանի արտգործնախարարությունն ասում է ՀԱԲԿ-ից դուրս գալու հարց օրակարգում մենք չունենք։ Եվ մեկ էլ իրանք պարզել են, որ Եվրասիայում Հայաստանի ժողովուրդը շահագրգռված է Եվրասիայում անվտանգության ընդհանուր տարածքի ստեղծմամբ, որի մեջ լուրջ դերակատարություն ունի ՀԱԲԿ-ը։ Իսկ որտեղից իրանց այդ ինֆորմացիան, որ հայ ժողովուրդը շահագրգռված է հենց Եվրասիայում ՀԱԲԿ-ի դերակատարմամբ։ Այդ հարցումնով է անցկացրել։ Դրանից է հիմք տալիս տենց խոսելու։ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, եղբայրական Ռուսաստանի նկատմամբ, ԵԱՏՄ-ում խորանալու ու ընդլայնվելու նկատմամբ, ՀԱԲԿ-ից էլ դուրս չգալու, սառեցված է, բայց բոլոր ընդունած որոշումներին դրական կարծիք են տալիս։ Բա ինչն եք սառեցրել։ Եթե դուք համարվում եք անդամ եւ բոլոր որոշումներին ոչ մի որոշում չեք խոչընդոտում։ Արդյունքում կսպասեք, ընտրությունը կլինի, ընտրությունը կգնա կասեք Եվրոպա, Եվրամիություն, ընտրությունը կավարտի, կասեք ՀԱԲԿ-ի հետ տաքանում ենք, որովհետև դե մենք տեսանք, որ հիմա սենց է, ինչ երաշխիք դրանից։ Ու ինչի է այդքան ձգվում ՀԱԲԿ-ի անդամակցությունը։ Լավ, այն սկզբնական շրջանում ասում էին, որ ՀԱԲԿ-ի անդամակցությունը չեն դադարեցնում, որ Արևմուտքն ասում էր պատրաստ չէինք տենց արագ զարգացումներին, հիմա թող մի քիչ ձգվի։ Հետո ահագին ժամանակ անցավ այս սառեցված վիճակից։ Հիմա հարց, այդ որ Վրաստանն ու Ադրբեջանը որոշեցին միանգամից ու դուրս եկան ՀԱԲԿ-ից 99 թվականին, ինչ տեղի ունեցավ, հրաբուխ, երկրաշարժ, ցունամի, ինչ տեղի ունեցավ։ Այդ ամբողջ ձգելը ինչն է, համարենք, որ ձգել էիք Արևմուտքի հետ բազարի նստելու համար։ Այդ բազարի նստել եք, զենքը տալիս են, ամեն ինչ անում են,
եւ շատ պատրաստական են, եթե դուք գաք մեր ուղղությամբ նորմալ։ Վաղը մյուս օրը մենք կարող ենք Եվրամիության հայտ ներկայացնենք լինելով ՀԱՊԿ անդամ, թեկուզ սառեցված, գիտենք որ չէ։ Բա դրա համար եք պահում, հա։ Որպեսզի ասեք Ժորժ ջան, դուք չեք հասկանում, որ չի կարա Եվրամիության անդամության հայտ ներկայացնողը լինի ՀԱՊԿ անդամ։ Մենք հասկանում ենք, մենք ուղղակի չենք հասկանում, դուք ոնց եք ուզում այդ ձևով խաբել մարդկանց։ Այդ պրիմիտիվ բանով ոնց եք ուզում խաբեք։ Մի կառույց, որը մեզ չի ծառայել, մի կառույց, որը մեզ չի օգնել, մի կառույց, որը որ Հայաստանի սահմանները չի ճանաչում։ Մենք ինչ ենք սառեցրած, այնուամենայնիվ մնում, որ ինչ անենք, Ռուսաստանին չնեղացնենք, բա ասում եք Ռուսաստանին ուզում ենք ստեից հանենք։ Բա Ամերիկայի հետ լավացել ենք Ռուսաստանին հանենք։ Հա, վայ մոռացել էի, հետո պարզվեց, որ Ամերիկայի հետ լավացել ենք, որ Ռուսաստանի հետ ավելի լավանան։ Ավելի մոտեցնենք մեր հարաբերությունները, ցամաքային շփման հնարավորություն ստանանք Ռուսաստանի հետ։ Այ դա է մեզ տվել Ամերիկայի հետ կնքված փաստաթուղթը, դա էլ Նիկոլ Փաշինյանն ասել, ես չեմ ասում։ Իսկ հիմա նայենք ինչա կատարվում մեր շուրջ եւ ընդհանրապես աշխարհում։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը մերժել է Միացյալ Նահանգների կողմից բանակցությունների վերսկսման համար սահմանված նվաստացուցիչ պայմանները, ընդգծելով, որ Թեհրանը ձգտում է խաղաղության եւ կառուցողական համագործակցության, բայց չի հանդուրժի հարկադրանքը սպառնալի կամ որևէ գործողություն, որը խաթարում է Իրանի արժանապատվությունն ու ազգային շահը։ Պատժամիջոցների վերաբերյալ Փեզեշքյանը նշել է, որ Իրանը նախկինում բանակցություններ էր վարել Միացյալ Նահանգների հետ եւ պատրաստ էր համաձայնության գալ, սակայն Վաշինգտոնը խափանել է գործարքը, պատերազմ սկսելով Իրանի դեմ։ Հիմա Դոնալդ Տրամպը չի բացառում Իրանի հետ նոր պատերազմ, չի բացառում։ Սա հենց այն հարցն է, որ այտենց օր չի եղել, չէ, որ Մասուդ Փեզեշքյանը կամ ոչ միայն ինքը Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները ամեն օր իրանց հարաբերությունները Ռուսաստանի հետ ցույց տան, թե ինչքան լարված է եւ ցույց չտան ինչպիսի ջերմ է Ռուսաստանի հետ եւ ինչ լարված Ամերիկայի հետ, չէ՞։ Ամեն օր։ Սա հատուկ մեդիաներում հրապարակված բանից եմ կարդում, ու ես հատուկ ման չեմ գալի Իրանի վերաբերող ինչ որ բան նայում, ուղղակի մարդիկ ասում են վիճակը սա է։ Այսինքն մենք գիտենք, որ այտենց հեշտությամբ մենք չենք լուծի Իրանի սահմանով ճանապարհի հարց, եթե դա Իրանի սրտով չլինի։ Որովհետև եթե ինքը ուղիղ ձևով ոտնձգություն չանի, ապա հազար ու մի տարբերակ ունի այնպիսի խնդիրներ ստեղծի, որ մարդիկ համարեն այդ բեռը տեղով անցնելը անվտանգ չի։ Ինքն է պաշտոնապես ասի, ես դրա հետ կապ չունեմ։ Ինչ է բարդ է դա հասկանալ, որ եթե իսկապես Ամերիկայի Միացյալ Նահանգները այնպես ծավալուն ներկայացված չեն, որ ասեն լայտով է ռիսկանում այդ ճանապարհը, որը մեր վերահսկողության ներքո է, այդ ճանապարհին որևէ նեղություն տա։ Հա, բայց Ամերիկան ասում է ներկայացված չեմ լինելու։ Հայաստանի իշխանություններն ասում են ամերիկյան ջոկատ չի լինելու, հանգստացնում են Իրանին, բա ամերիկան ջոկատ չի լինելու։ Տրամպը սպիտակ տանը նստած, վագոնն ասում է, մեկը քարով խփում է, պայմանականորեն քարով եմ ասում, ինչ է անելու Տրամպը։ Ոնց է կարգի հրավիրելու, ոնց է ապացուցելու, որ դա իրանական քար էր, ակցենտով քար պետք է լիներ, ոնց են անելու։ Իսկ ինչ է, դուք կասկածում եք, որ դա կանեն։ Դա նշանակում է հարցը լուծված չի։ Ուսամենակեն չի, խաղաղության ձգտող Դոնալդ Տրամպը շարունակում է նաև մեկ ուրիշ պատերազմից խոսել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է, ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը։ Եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել, ապա նրանք կուղևորվեն մեր նավահանգիստներից մեկը։ Տրամպը հրաժարվել է ասել, թե արդյոք Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի տապալումն է իր վերջնական նպատակը։ Նա հստակ գիտի, թե ես ինչ եմ ուզում։ Նա դա ավելի լավ գիտի, քան որևէ մեկը, ասել է ԱՄՆ նախագահը։ Բայց ուզում ենք մենք էլ իմանանք, եթե պահանջդ ազնիվ է, որ դու պահանջ ես դրել Վենեսուելայի նախագահին, հասա ամբողջ աշխարհն իմանա, կարող է շատ-շատերն է ողջունեն։ Մի մասը չի ողջունի, մի մասը կողջունի, բայց գոնե կիմանան, այդ ինչ պայմանավորվածություն է, որովհետև պայմանավորվածության արդյունքում կարող է պարզի, որ գործարք ես առաջարկել, նա գնում իրար հետ չեք բարեշել։
Բայց հիմա չես ասում ինչա կատարվում, բայց դա խնդիր է, որ մոլորակը հանգիստ չի, որովհետև առավոտից երեկո խոսել, որ ժամ առաջ պետք է Ուկրաինայում պատերազմը դադարեցնել, դրա համար պետք է Ուկրաինան զիջի, եւ ժամ առաջ ասել, որ պիտի Իրանին հարվածել, Վենեսուելային հարվածել, հաստատ չի տեղավորում նույն մարդու խաղաղասիրական նախաձեռնությունների շրջանակում, իսկ այս ամեն ինչը վերաբերվում է մեզ։ Իրանինը ուղիղ վերաբերվում է Վենեսուելան, որ տեսնում ենք, թե Ռուսաստանն ինչպես է պաշտպանում Վենեսուելայի շահերը։ Ռուսաստանը որսկի հալ չունի Ուկրաինայի հարցերը լուծի, բայց Վենեսուելային պաշտպանում է, ինչի, որովհետև ինքը համարում է, որ ազդեցության իր ծավալները կարող է մեծացնել, եթե հետակ հաշվում կամ իրան զիջում է Միացյալ Նահանգները։ Իսկ դա մեզ համար շատ վտանգավոր է նոր աշխարհակարգի հետ կապված։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ մի շարք երկրներ չեն աջակցի Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Սա վերաբերում է Միացյալ Նահանգներին, Հունգարիային, Սլովակիային եւ հնարավոր է այլ երկրների, որոնց անունները Ռյուտեն չի նշել։ Իհարկե, Հյուսիսատլանտյան դաշինքի ռուսական ճյուղը դեմ է Ուկրաինայի ՆԱՏՕ-ի անդամակցությանը, այսի նկատի ունեմ Միացյալ Նահանգներ, Հունգարիա, Սլովակիա։ Շատ կզարմանային, որ ուրիշներն էլ ասեն, իհարկե էլի կան երկրներ, որոնք կարող է ասեն հիմա այս պայն հարմար չի, բայց հարցը կոմպրոմիսային տարբերակը գտնված է, եթե Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չլինի, նա անվտանգության երաշխիքներ կստանա, այնպես որ Ուկրաինայի հարցը այդտեղ կլուծվի։ Ուղղակի հարցը նա է, թե ինչու պետք է Ռուսաստանի կողմից ներկայացված պահանջները այդ աշճանի սրբությամբ սրբոց որպես հարգվեն Տրամփի կողմից։ Այն Ռուսաստանի, որ այսօր անգամ հանդիպման ժամանակ Պուտինը իր հայտարարություններում նորից ասում էր, խնդիր առաջացավ, որ իրանք խաբեցին մեզ, չլսեցին եւ ՆԱՏՕ-ն ընդլայնեցին դեպի արևելք։ Դա էր պատճառը, որ կոնֆլիկտի գնացինք, բայց մոռանում է, որ նույն Վլադիմիր Պուտինը ընդամենը վերջերս գաղտնազերծել էր, որ ինքը դեռ 2000 թվականին դիմել էր Բիլ Քլինտոնին, Ամերիկայի Միացյալ Նահանգների այն ժամանակվա նախագահին, որ միջնորդի բանակցի Ռուսաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Իսկ եթե հանկարծ Ռուսաստանը դառնար ՆԱՏՕ-ի անդամ, այդ դեպքում արևելք չէր տարածվելու ՆԱՏՕ-ն։ ՆԱՏՕ-ն գնալու էր հաստեր մինչև Ճապոնիա, Չինաստան, Կորեա, Մոնղոլիա, ուր էր հասնելու։ Բասմա դուք խաբեցիք, դուք ՆԱՏՕ-ն արևելք էիք բերում, բա դու ինչ էիր ուզում անեիր։ Դու ուզում էիր Ուկրաինային խաբեիր, դու Ուկրաինային շրջանցեիր, դու ՆԱՏՕ-ի անդամ դառնայիր, բայց Ուկրաինան հանկարծ չդառնա, Իսկ պատկերացնում եք հանկարծ ասեն համաձայնենք, եք ու ծարի դառի, մոլորակի ամենահզոր բանակն ունես, այն արի միասին չափորոշիչների խնդիր էլ չկա։ Արի մի անգամից միացի մեզ, ինչ էր ելնելու, շրջափակման մեջ էր ընկնելու Ուկրաինան, թե հապշտապ նրան դարձնելու եք ՆԱՏՕ-ի անդամ։ Ոնց էր ելնելու։ Ուկրաինային մեղադրում եք, թե ինչ է այդ ուղղությամբ մտածել, բայց կարող է Ուկրաինան էլ գիտի, թե դուք ինչ խաղեր էիք տալի Ամերիկայի հետ, չէ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտին, մենք պատրաստ ենք քննարկել Ուկրաինայում ընտրությունների անվտանգության ապահովման հարցը գոնե հեռահար զենքերով խորը հարվածներից զերծ մնալով, բայց եթե ընտրություններ անցկացվեն, մենք պահանջում ենք, որպեսզի քվեարկությունը կազմակերպվի նաև Ռուսաստանում, մեր երկրում բնակվող Ուկրաինայի քաղաքացիների համար, ընդգծել է Պուտինը։ Այսինքն սրանով ինքը ուզում է ասի, որ մենք անվտանգության երաշխիք չենք տա ու ընտրությունները լեդեքում չի անցնի, ընտրությունները չի անցնի, կասենք Զելենսկին լեգիտիմ չի, այդ դեպքում պատերազմը շարունակում ենք, որովհետև իր ասածը ինչ է նշանակում, պատերազմող երկրում ընտրատեղամասեր բացել եւ այդ ընտրատեղամասերում անցկացնել քվեարկության ով է վերահսկելու։ Եթե պատերազմող երկրում բացում են ընտրատեղամասեր, նրանք բացում են դեսպանատներում, հյուպատոսական ծառայություններում, այսինքն օտար երկրի իրանց տարածքում, որտեղ դեսպանատունը համարվում է տվյալ երկրի տարածք։ Հիմա Ուկրաինան Ռուսաստանում կարող է
դեսպանատուն եւ հյուպատոսական ծառայությունները արդյունավետ աշխատացնել, բացել գրասենյակներ եւ ամբողջ Ռուսաստանում քվեարկություն կազմակերպել, ով է այդ քվեարկությունը կազմակերպելու Ռուսաստանում, անծայրացի Ռուսաստանը, որտեղ ուկրաինացիները տարբեր տեղեր բնակվում են։ Սա մեկ եւ երկրորդ, կամ ով է հաշվելու, ով է իմանալու, եւ երկրորդ, ինչու պետք է ուկրաինացիների համար երկրի տարածքից դուրս բացվեն ընտրատեղամասեր միայն Ռուսաստանում, ինչա Ուկրաինայից Եվրոպա չեն գնացել, պատերազմի պատճառով Եվրոպա չեն գնացել, Ռուսաստանի պատճառով, բանդեղ ինչի պետք է ընտրատեղամասեր չբացվեն, օրենքը մեկն է, կամ ընտրատեղամասեր բացվում են երկրի սահմաններից դուրս, կամ ընտրատեղամասեր չեն բացվում երկրի սահմաններից դուրս, կամ ասում են համապետական ընտրության համար բացում ենք, տեղական ինքնակառավարման ընտրությունների համար չենք բացում, կամ այսպես կամ այնպես, դրանք հստակ օրենքով ամրագրված են, Պուտինը պահանջ է դնում, որ իրանց պահանջը եթե չեն կատարում, իրանք անվտանգություն չեն երաշխավորի, նշանակում է ընտրություն չի լինի, նշանակում է Զելենսկին լեգիտիմ չի, խաղաղության թուղթ ստորագրել չի կարող, նշանակում է պատերազմը պետք է շարունակվի։ Տրամպը ոնց էր ուզում խաղաղություն հաստատեր, ասում էր Զելենսկին չի ուզում պատերազմը դադարի, խաղաղություն չի ուզում բանանի, չի ուզում ընտրություն լինի։ Դե հիմա Պուտինին կարգի հրավիրի, շատ ուրախ ենք, որ կարողանաս։ Ամերիկայում ուկրաինացի չկա, պատերազմի պատճառով որ եկել է։ Ընտրատեղամաս բացելու եք, պահանջ դիր, ով պետք է դնի։ Այսինքն բականի Ռուսաստանին ասա Պուտին, նշանակում է դու չես ուզում ընտրություն, նշանակում է դու չես ուզում, դու քեզ պատճառապետ պատերազմը շարունակել։ Մի հատ ինադի ինգի էլի այ մարդ, մի հատ ինադի ինգի, որ հասկանան, որ տեսնում ես, որ քո ասածը բանի տեղ չեն դնում։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը խոսել է ամերիկացիների բանակ զորակոչելու դժվարությունների մասին, շեշտելով երիտասարդների ֆիզիկական եւ մտավոր վիճակը։ Մեր երիտասարդներից շատերը չափից ավելի գեր են կամ չափից ավելի հիմար։ Ոչ հիմար, լավ, ճիշտ չէ։ Պարզապես մենք բավարար չենք կրթում նրանց կամ ունեն ուշադրության դեֆիցիտի եւ հիպերակտիվության խանգարում այլ խնդիրներ, ասել է նախարար Հեքսեթը։ Իհարկե, այդպես ընդհանրական երիտասարդներին այսպիսի գնահատական տալ, այդպիսի անհարգալից վերաբերմունք ցուցաբերել, այդ դեպքում մարդիկ պարզ հարց պետք է տային, բայց եթե այդ մարդիկ հիմար չլինեին, դու նախարար ո՞նց կլինեիր։ Մտածի, քո բանակի հետ առնչությունդ մի քիչ Աղվանստանում կռվելներ, մի քիչ էր Իրաքում։ Այդ բավարար էր, որ դու դառնայիր նախարար։ Fox News հեռուստաընկերության լրագրողից դառնայիր նախարար պաշտպանության։ Հետո անուն եք դնում այդ մարդկանց։ Նախ շատ վիրավորական է, որ այդպես խոսում ես մարդկանց մասին, բայց նրանք ընտրական տարիքի են, հա։ Նրանք ձևավորել են իշխանություն, այտենց հիմար իշխանություն են ձևավորել, բա մենք դա գիտենք, չէ, որ գրագիտության պրոբլեմ կա, բայց այդ նույն բանը մենք Հայաստանում էլ ենք լսել, չէ, որ Նիկոլ Փաշինյանը առավոտից իրիկու ասում է դուք անգրագետ եք, դուք սենց եք, դուք նենց եք, պետքա կրթենք, այս անենք, որտեղ շատ անգրագետ եք, իսկ ինչի է ինքը դա ասում, ինչի է ինքը չի սիրում են մարդկանց, ովքեր իրան սատարում են, ու նրանց համարում անգրագետներ ու հիմարներ, պատճառը ո՞րն է, մի պատճառ կա, որտեղ ինքը հո իրան ճանաչում է։ Այս նույն պրոբլեմը մենք տեսնում ենք դա, մենակ հո Ամերիկայում չի, մենք Հայաստանում էլ ենք տեսնում, չէ։ Նիկոլ Փաշինյանը իրան գիտի, չէ, բայց իրան սկսում են գովել, գերբնական բաներ ասել։ Հիմա հասարակ բան ասեմ, եթե մեկը ինձ կանգնի ասի, որ ես աստղաֆիզիկոս եմ, ես ինչ կմտածեմ։ Սա ինձ ծաղրում, հա, հետո պարզի աս, չէ, եղբայր չեմ ծաղրում, ես ոնց կարամ ձեզ ծաղրեմ, բամոտ չի, ես ուղղակի ձեր ելույթներից հասկանում եմ, որ դուք փայլուն աստղաֆիզիկոս եք, ես ինչ պիտի մտածեմ, ես անգրագետ ապուշնով է, ես աստղաֆիզիկոս եմ, հիմա Նիկոլ Փաշինյանի, երբ որ դուք գերբնական բաներ եք նկարագրում, ինքը ասում է, ես անգրագետ ապուշներն ով են, ես ո գիտեմ, որ ես այդ մարդը չեմ, սրանք ինչ են ասում, պետք է սրանց կրթել, գիտեք ինչի համար, նա ասում է մի օր կարակ անգրագետ հիմար լինեք, ինձ գնաք ընտրեք, մնացած ժամանակ պետք է խելացի լինեք, որ ծառայեք, բարիք ստեղծեք, չէ ախր, բա պետք է ձեր ստեղծած բարիքը հոշոտ է, ինչու անդադ պարտ չեն վերցնելու,
Պետք է մարդիկ աշխատեն, բա ասма վատ եք ապրում, չքավորեք, աղքատեք, որովհետև անգրագետ եք, որովհետև կրթություն չունեք բավարար։ Մարդիկ ասում են, բա որ այդքանը չունենք, որովհետև դու էլ վարչապետ ես։ Ամենաանկիրտն ու անգրագետը վարչապետա։ Եկեք չափենք գիտելիքը, վերցրեք ամենաանգրագետին եւ Նիկոլ Փաշինյանին, տեստը դվեք երկուսին էլ։ Ամենահեռու գյուղը գնացեք, Հերվաշեն գյուղ գնացեք, ընդեղի Չոբան Չատիին բերեք Նիկոլ Փաշինյանի հետ մրցույթի։ Դրեք նստացրեք ընդհանուր զարգացվածության քննություն թող անցնի։ Բայց դրա համար ձեզ անգրագետ է ասում։ Հիմա այս նույն բանը մենք որ գիտենք Հայաստանում շատ ենք հասկացել թե հատկապես ինչի է վիրավորված Փաշինյանը ժողովրդից, որտեղ ասում այս ինչ են ասում ժողովուրդ։ Այս իրանց պատկերացրած այս վեհ արժեքների տերը ես եմ, չէ, եթե սրանք ինձ չեն ծաղրում, ուրեմն սրանք հիմար են։ Հիմա Ամերիկայի պաշտպանության նախարարը ոսկե երիտասարդությանը հիմար համար, բայց պետք է անի։ Բա որտեղ պատասխանը չեն ստանում։ Այդ դրա համար տենց են ասում։ Եվրամիության առաջնորդները 16 ժամ տևած բանակցությունների ընթացքում չեն կարողացել համաձայնության գալ Ուկրաինային ֆինանսավորման մեխանիզմի շուրջ։ Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվներից այն կհատկացվի թե ոչ։ Միևնույն ժամանակ Եվրամիությունը հաստատեց Կիևին 90 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցություն տրամադրելու որոշումը 2026-27 թվականների համար Եվրամիության բյուջեով ապահովված վարկի ձևով։ Այսինքն ամեն դեպքում որևէ լուծում կտան, որպեսզի այդ ճեղքված գումարը իրանք կարողանան ապահովեն, համենայն դեպս 2 տարվա ընթացքում Ուկրաինան խնդիր չունենա, պատերազմը շարունակի, մինչև իրանք կարողանան լուծումները գտնել։ Ամենակարևորը, որ Ուկրաինան ի վիճակի լինել պատերազմել իր անվտանգության համար, հնարավորություն ունենա զենք առնեն, հնարավորություն ունենա, որտեղ ռազմական արդյունաբերությունը զարգացնելու խնդիրներ կա, շատ լուրջ հարցեր կա անելու։ Դրան արդեն Ռուսաստանից արձագանքում է։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նշել. Եվրոպացի առաջնորդները, որոնք երեք գագաթնաժողով են անցկացրել քննարկելու Կիևի ռեժիմի ֆինանսավորման հարցը, մինչև այժմ զգուշանում են սառեցված ռուսական ակտիվները բռնագանձելուց։ Այնուամենայնիվ նրանք չեն հրաժարվել նման ծրագրերից։ Բրյուսելի գողերը չեն հրաժարվել հետագա կողոպուտներ կամ գողություններ կատարելու իրենց ծրագրերից, Եվրամիության ակտիվիստները որոշել են ժամանակավորապես գաղտնի մնալ։ Չնայած Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պլանավորում էին մեծ սկանդալ առաջացնել։ Այս ամենը վկայում է եվրոպական հանցավոր աշխարհում ազդեցության լայնածավալ վերաբաշխման սկզբի մասին, նշել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահը։ Ահա իրանց գնահատականը Եվրոպայի։ Հիմա Ռուսաստանի նախագահ Պուտինը այսօր իր ելույթում անդրադարձել է դրան։ Ռուսաստանի ակտիվները յուրացնելու ԵՄ փորձը գողություն չէ, այլ կողոպուտ։ Ինչու չստացվեց իրականացնել այս կողոպուտը, որովհետև Եվրոպան կբախվի ծանր հետևանքների, կմեծացնի Եվրամիության երկրների պարտավորությունները եւ եթե Ուկրաինային տրամադրվի ռեպարացիոն վարկ, դա ծանրաբեռնվածություն կստեղծի եվրոպական բյուջեների համար, ասել է Ռուսաստանի նախագահը։ Պուտինը նշել է, որ ռուսական ակտիվների բռնագրավումը կխաթարի շատ երկրների վստահությունը եվրագոտու նկատմամբ։ Այսինքն մեկը հարցնի, իսկ քո երկրի նկատմամբ վստահությունը բարձր է։ Բա որ դու որևէ երկրի տարածքային ամբողջականությունը երաշխավորում ես ու մտնում ես, քո վստահությունը աշխարհում բարձր է, քեզ ընդհանրապես քո հանդեպ վստահությունն ու հեղինակությունը հետաքրքրում է։ Մենք կպաշտպանենք մեր շահերը դատարաններում։ Այս խոսքը քեֆ վսպերում է, ժողովուրդ ջան։ Սա առաջի դեպքը չի, որ Ռուսաստանը ասում է, տեսեք ինչ ենք անելու։ Դուք մի հատ կարմիր գիծը հատեք, հիմա արյան գետեր կհոսեն։ Տեսեք ձեզ ինչ ենք անելու։ Ոչնչացնելու ենք։ Մեկ էլ հենց դրանից հետո անում են, ասում է, մենք կդիմենք դատարան։ Ընկեր, դատարան սաղս էլ կարող ենք դիմել, որտեղ իշխանություն չունենք, ուժ չունենք, միջուկային ռումբ չունենք։ Մեր գործն է դա, եթե ճնշեն դիմենք։ Բա դու, բայց մեծ խոսում էիր։
հլավ մի հատ բախտները փորձեն։ Քանի անգամ ես ասել, որ սա կարմիր գիծ է, այդ կարմիր գիծը Ուկրաինան անցել է ու ոչ մի բան տեղի չի ունեցել։ Դրանով Ուկրաինան նաև օրինակ է ծառայում, ասում եմ՝ մի վախեցեք, ժողովուրդ ջան, դուք անվտանգ եք, ուղղակի շատ վախկոտ եք, որովհետև դուք Ռուսաստանի հետ չեք շփվել, որ իմանաք փուչի կա, ժողովուրդ, Հայաստանը շփվել է, Ուկրաինան շփվել է, հետխորհրդային պետությունները շփվել են, նրանք գիտեն, որ դա մի հատ փուչի կա, որը ներսից պայթ է, ժողովուրդ, հիմա այդ նույն ձևի ուռում, հեսա պայթելու է, դա գիտի Ուկրաինան, դրա համար չի վախենում, ընդհակառակը ասել ես, դե ես էլ խփում եմ, դե տենանք ինչ ես անելու, բայց հենց Ուկրաինան խփում է, Եվրոպայում վատանում են, հենց Ուկրաինան ուժեղ է խփում, Ամերիկայում են ուշաթափ լնում, այդ ձեր խիղճումերնի տեսեք, Ռուսաստանի ազդեցության տակ մարդիկ ապրում են, չեն մեռնում, ապրում են, կռվում են, պայքարում են իրանց իրավունքների համար, իրանց իրավունք են վերապահում, որ Պուտինը օկուպանտ է, չեն մտածում, որ Պուտինի գործակալները վխտում են Հայաստանում, դուք ինչից եք վախեցած։ Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ժամանակն է, որ Եվրոպան վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ։ Ես կարծում եմ, որ Վլադիմիր Պուտինի հետ զրույցը կրկին օգտակար կլինի։ Կարծում եմ մենք եվրոպացիներս եւ ուկրաինացիներս պետք է գտնենք այս քննարկումները պատշաճ կերպով վերսկսելու ձևաչափ։ Հակառակ դեպքում մենք կքննարկենք մեզ հետ եւ բանակցողների հետ, ովքեր առանձին բանակցություններ կվարեն ռուսական կողմի հետ, ինչը օպտիմալ չէ, նշել է Մակրոնը։ Հանկարծ չմտածեք, թե Մակրոնը սենց երջանկացած ցանկանում է Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնել, ընդեղից էլ իհարկե արտահայտվեցին Ռուսաստանից, որ մենք պատրաստ ենք, Լավրովն էլ ասեց, եթե իրանք բարեկիրթ կլինեն, մենք պատրաստ ենք քննարկել, այստեղ խնդիրը ուրիշ է։ Դոնալդ Թրամփն ասում է, թե Ռուսաստանի հետ լավ ելնեք։ Դուք պետք է զինվեք, ձեր անվտանգության հարցը դուք պետք է լուծեք։ Դուք պետք է նենց անեք, Ռուսաստանի հետ ձեր հարաբերությունը կարգավորեք։ Հիմա Ռուսաստան, Եվրոպան էլ ասեց լավ մի րոպե։ Ինչքան ենք խոսել, չէ՞ մենք այդ մասին։ Բա որ մենք պետք է մեր հարևանի հետ կարգավորենք, էլ դու ով ես։ Ինձ թվում է Էմանուել Մակրոնն է ժամանակակցել բաժանորդագրվել այդ վարդանտին YouTube-յան ալիքին, որտեղ ինքը հիմա անում է այն, ինչ որ Տրամփը ասում էր, ոնց որ Զելենսկին արեց։ Ուզում ես ընտրություն անենք, պատրաստ ենք անենք, դե անվտանգությունը ապահովի։ Պարզվեց, որ դա այդքան էլ տենց չի, որ ստացվում է։ Հիմա Մակրոնն ասում է, հա, պետք չի, որ մեր անունից Ամերիկան բանակցի Ռուսաստանի հետ եւ իր դերը կարեւորի։ Ու նստի բիզնես պրոյեկտի մեր հողերը ծախի իր փողերի համար։ Եթե տենց է, մենք կնստենք Ռուսաստանի հետ կխոսանք։ Դու մեզ համար միջնորդ հանդես մի արի։ Հիմա կտեսնեք ոնց է Տրամփը խառնվելու։ Ոնց։ Առանց իրա ոնց կլինի։ Ինքը ուզում է դուք զինվեք, ձեր անվտանգությունը դուք պահեք, Ռուսաստանին ներգրավեք գործերի մեջ, բայց անպայման Ամերիկայի համաձայնությամբ։ Բայց ինչի Ամերիկայի համաձայնությամբ որ։ Ամերիկայի համաձայնությամբ մի բան կա, ագրեսորին պատժել, վերջ։ Եվրոպայի անվտանգության համար թևութիկուն կլնել, վերջ։ Եթե դա չի, ուրեմն վերջ։ Բիզնեսը մենք կանենք, ել ինչի ես խառնվում։ Այնպես որ ես կարծում եմ, որ սա դենց արագ process չի Եվրոպայի եւ Ռուսաստանի հարաբերությունները կարգավորելու, բայց սա process է համենայն դեպս Տրամփին ասելու, կամ մենք ենք իրար հետ, կամ եթե մենք Ռուսաստանի հետ ենք, ուրեմն դու առանձին ես մեզանից, գնաք ու գործերով զբաղվի։ Եթե կարաս Վենեսուելայի հարցը լուծես, գնա լուծի։ Նայենք, տեսնենք ինչա քո մոտ ստացվում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին Ուկրաինայում խաղաղության պատրաստակամություն չենք տեսնում։ Հիշեցնեմ ինչից է սկսվել այս ամենը 14 թվականին Ուկրաինայում պետական հեղաշրջումից։ Հիմա նրանք հրաժարվում են այս հակամարտության դադարեցնելուց։ Այնուամենայնիվ մենք տեսնում եւ լսում ենք, որ կան ինչ-որ ազդակներ Կիևի ռեժիմի կողմից։ Ամեն դեպքում մենք միշտ ասում ենք, որ պատրաստ ենք խաղաղ կերպով դադարեցնել այս հակամարտությունը։ Իմ կողմից սահմանված սկզբունքների հիման վրա, ասել է Վլադիմիր Պուտինը։ Եթե սկզբունքը դու ես սահմանել, հանձնարարել ես Տրամփին, Տրամփը ասել է Զելենսկուն, Զելենսկին դա չի ընդունել, Եվրոպան չի ընդունել, ուրեմն քո սկզբունքներով եթե ասում ես, ուրեմն դու չես ցանկանում խաղաղություն, որովհետև խաղաղության համար պետք էր կոմպրոմիս, պետք էր որ Տրամփը համաձայնեցներ Եվրոպայի հետ եւ Ուկրաինայի հետ, գային համաձայնության, մի բան նա զիջեր, մի բան դու զիջերն է։ Եթե դու ասում ես խաղաղություն եմ ուզում իմ սկզբունքների հիման վրա, քո սկզբունքը դու արդեն հրճակել ես, ամբողջ Ուկրաինան վերցնես։ Դելիմիտացիա անես, չգիտես, այդ ինչ անես, դենացիֆիկացիա անես,
դեմիլիտարիզացիա անես, այն ինչ ասես, որ անես։ Այդ բոլորը լսել ենք, բայց 4 տարի կռվում ես, որ դա անես, ու չի ստացվում։ Հիմա բա Ամերիկայի միջնորդությունը նայա, որ դու ինչ անես, նորից քո պահանջները դնես։ Ակնհայտ է, չէ՞ որ Ռուսաստանը խաղաղություն չի ուզում, հո մի բարդ բան չի հասկանալու համար։ Բայց մի հետաքրքիր բան էլ ասե Պուտինը։ Կասկածել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իսկապես տեսանյութը նկարահանել է Կուպյանսկի մուտքի մոտ։ Այն որ Զելենսկին նկարվել էր Կուպյանսկի ցուցանակի մոտ։ Նա դերասան է եւ տաղանդավոր դերասան։ Ասում եմ առանց հեգնանքի, հեգնանքով կարաս ասես, եթե նա դերասան է ու դու հեգնում ես 4 տարի ում հետ ես կռվում, այ կլոուն։ Եթե նա դերասան է, բա դու ինչ ես։ 4 տարի ում հետ ես կռվում։ Մենք գիտենք, դա նաև նրա ֆիլմերով դեռ նախկին ժամանակներից, ուստի այստեղ ոչ մի անսովոր բան չկա։ Ասում են, որ քարակոթողը Կուպյանսկի մուտքի մոտ հիմա լրիվ ուրիշ տեսք ունի, ասել է Պուտինը։ Բայց բան այդ չէ։ Քարակոթողը գտնվում է քաղաքից մոտ մի քանի կիլոմետր հեռու։ Դե ինչու կանգնել շեմին։ Տուն մտիր, եթե Կուպյանսկն արդեն իրեն վերահսկողության տակ է։ Այնտեղ երկինքը պարզապես գիտեք ինչպես է, ճանճերով լի, ճանճերը փչակերտների մեջ, անօթաչուներով, թե մեր, թե ուկրաինական կողմից, բայց ահա այդպես մոտենալ անհնար է, ասել է Պուտինը։ Հիմա մարդը, որ դա ասում է, որ գնացել ես ցուցանակի մոտ կանգնել ես, սկի չգիտենք դա իրական ցուցանակ է, թե չէ։ Հիմի է ցուցանակը այդ տեսքի չի։ Բա ներս մտնեիր մի հատ Կուպյանսկ, բա որ ձեր վերահսկողության տակ է։ Բա Զելենսկին մի շաբաթ առաջ է դա դրել։ Բա եթե ձեր վերահսկողության տակ է, ոչ թե Զելենսկու, բա դու ում ես սպասում։ Դու ինչի մարդ չես ուղարկում գնան քաղաքի մեջից նկարի։ Չես մտածում, որ այդ հարցը մյուսների մոտ էլ ածակում։ Դու Զելենսկուն ասում ես ցուցանակից առաջ գնա, ինչի՞ չես գնում։ Բայց մի շաբաթ դու ինչի՞ չէիր կարողանում հերքեիր Զելենսկու ասածը։ Քո նկարածն ուրա։ Այս խելքին եք, բայց այս խելքի ում եք ուզում միամտի տեղը։ Չենք ասում դու գնաս, դե դու ոնց կարաս բունկերից դուրս գնաս, բայց մեկին ուղարկեիր քո այն զորավարներին, ովքեր որ զեկուցել էին, որ բանա Կուպյանսկը ամբողջությամբ իրանց վերահսկողության տակ է, ուղարկեիր գնային Կուպյանսկից նկարվեին։ Ոչ թե մի շաբաթ հետո ասել չեմ հավատում։ Բա իսկ մենք հավատում ենք, որ դուք ընդեղ եք, հա։ Հետո Վլադիմիր Պուտինն ինչ ասել, դե այսօր այդ իր ամենամյա շփումն էր, դրա համար մի քանի նյութ կար իրան հետ կապված։ Ես նախագահ Սի Ցզինպինին համարում եմ իմ հուսալի ընկերը, Ռուսաստանի կայուն գործընկերը եւ դաշնակիցը։ Իհարկե Սի Ցզինպինին տենց պետք է համարես, բա երկիրը տվել ես իրան, հուսալի չլեր, բա կտայիր։ Չինացիները ոչ միայն տերիտորիալ են վերցնում, չինացիներն այնքան շատ են, որ նրանք արդեն Ռուսաստանի բոլոր բնակավայրերում են, նպատակային մեթոդաբար վերցնում են իրանց համար հարմար տարածքները, այնտեղ մարդիկ գալիս են, աշխատանք են դնում, անտառները կտրում տանում են, բայց մնացած տեղերը բոլորը հաջողությամբ մտնում են, որովհետև ի տարբերություն Չինաստանի, թեկուզ հիմա չեն դատում, բայց այդքան էլ չեն խրախուսում շատ երեխա ունենալը, ապա Չինաստանի տարածքից դուրս, խելքից դուրս կարան երեխա ունենան, այնպես որ իրանք շատ հանգիստ կարող են գալ, տարածվել ամբողջ Ռուսաստանում, իսկ 1 միլիարդ 400 միլիոնից ավել չինացին, եթե ցանկանա ինչ որ քանակություն մտցնի Ռուսաստան, Ռուսաստանը կվերջանա, Ռուսաստանը սկի 140 միլիոն չկա, այդ նույն ինքը չգիտի, եթե չգիտի, թող դուս գա մի հատ իրան վերցրեք, գնացեք մի հատ տեսեք ինչ է կատարվում հեռավոր արևելքում, ինչ է կատարվում Չինաստանի սահման, մենակ Չինաստանի սահմանով չէ, որ ինքը մեթոդաբար սենց վերցնում է, ինքը շատ ավելի մեծ գիծ է վերցնում, քան այն տարածքները, որը երբեմնի համարվում է, որ դա իր պատմական տարածքներն էր։ Ավելի շատ տարածք է վերցնում, որը մի հատ շատ նորմալ ձևով կարող է կպցնի իր պետությանը։ Ու դրան գումարած նաև բոլոր տեղերը ներկայացված լինի, ամբողջ Ռուսաստանի տարածքով։ Ժամանակին մի հատ երկ կար, մի քիչ ձևափոխել էին, դեռ մենք խորհրդային միության ժամանակ էինք։ Դες կար լիստե ժոլտեը նад գորոդом кружаться, չէ՞, դեղին տերևները քաղաքի վրով տենց պատտվում են, ընկնում են եւ դարձել են լիցեժոլտեը նад գորոդом кружаться, ի նկատի ունեն, որ չինացիք արդեն մեթոդաբար մտնում են խորհրդային միություն։ Դեռ խորհրդային միության ժամանակ էինք ասում։
դեռ խորհրդային միության ժամանակ էին այդ դեղին դեմքերից արդեն վախեցած, որ նրանց շատ հեռահար նպատակները խորհրդային միությունն ներթափանցել։ Հիմա բացել ես երկիրը դեմները, հիմա էլ ասում ես շատ լավ հուսալի գործընկեր են։ Ինչի պիտի հուսալի չլինեք, որ վաղը գալու է Սի Ցզինպինը նստի Կրեմլում էլի։ Բա ոնց կարա հուսալի չհամարես։ Մի բան էլ հասցնեմ ասել, այս քանի օր հաս մի Լավրովիչ բաներ կար, հերթով մի քիչ հետ եմ գցում, Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ինչ էր ասել։ Արևմտյան մեկնաբանները, ովքեր պնդում են, որ Ռուսաստանը կհրաժարվի Իրանից, եթե այն բարելավի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, ստում են։ Կարող են նրանք ինձ գոնե մեկ օրինակ բերել, թե ինչպես մեծ հզոր երկրի հետ հարաբերությունների համար մենք դավաճանել ենք մեկ այլ երկրի, մեր վաղեմի ընկերոջ կամ դաշնակցի։ Եթե ձեզ նման հարցեր են տալիս, խնդրեք նրանց օրինակ բերել, թե երբ եւ ում ենք մենք դավաճանել։ Թող նրանք ինձ օրինակ բերեն, թե երբ եւ ինչպես նրանք կարծում են Ռուսաստանը լքել է մեկին։ Շատ լավ։ Շատ բան օրինակներ չբերենք, որ դժվար է ինչ-որ բան ապացուցել կամ ասեն դե լավ դա մեզ է վերաբերվում դրան, այլ պարզապես 91 թվականի դեկտեմբերի 8-ին Բելավեսկայա Պուշչայում, երբ որ ստորագրվեց եւ խորհրդային միությունը լուծարվեց, մյուս հանրապետությունների ղեկավարները իմացան մամուլից այդ մասին, ոչ մեկը տեղյակ չէր։ Առաջինը ով է իմացել, այ անդավաճան ընկերներ, որ սենց բոլորին թողեցիք տենց անտերանտիրական, որովհետև ռուսական սովետական բանակը կար, անվտանգությունը սովետական բանակն էր պահում։ Առաջի զանգը Բորիս Ելցինը զանգեց Ջորջ Բուշ ավագին եւ ասեց խորհրդային միությունը լուծարել ենք, անվտանգային բոլոր պայմանավորվածությունները ուժի մեջ է, այսինքն այդ հարցը մենք վերցնում ենք մեր վրա, հանգիստ եղեք։ Ու Շուշկևիչն էլ պիտի զանգեր Գորբաչովին, խորհրդային միության ղեկավարին, Շուշկևիչն էլ պարլամենտի ղեկավարն էր բանի Բելարուսի, Ստանիսլավ Շուշկևիչը։ Գորբաչովն ավելի ուշ է իմանում, քան Բուշ ավագը։ Դուք եք խոսում չդավաճանելուց, բա դուք այն անվտանգության երաշխիքները, որ ձեր վրա վերցրեցիք, պարտավորությունները, բացեք մի հատ կարդացեք Բելավեշկայա Պուշչայում ինչ են ստորագրել, Ռուսաստանից ժառանգած ԱՊՀ այդ 3 երկրների համար եք այդ անվտանգության երաշխիքը վերցրել։ Բա Հայաստանը Թուրքիայի բերանին որ թողում էիք։ Հայաստանն էլ բանակ չուներ, որ ունենալ էր Թուրքիայի դեմ պետք է կռվեր։ Բա ով էր մեր անվտանգությունը պահում։ Ասում եք Ամերիկան չի զանգել, որ Թուրքիային զսպի։ Լավ, Ամերիկան չի զանգել, Թուրքիան բան չի չմտավ Հայաստան։ Խորհրդային միության բանակը պահեց, որը որ այլևս լուծարված է խորհրդային միությունը, այդ զինվորը այլևս հրաման չի կատարում, Ռուսաստանի հրամանը չէր կատարում, մենք Ռուսաստանի հետ պայմանագիր դեռ չունեինք, հապկն ստեղծված չէր։ Բա ով մեզ պաշտպանեց, որտես թողեցիք այդ մարդկանց, դուք չեք դավաճանել, վերցրեք փաստաթուղթը կարդացեք։ Իսկ եթե դուք չեք դավաճանել, 91 թվականի մարտի 17-ին հանրակրվե եք արել, որ դուք ցանկանում եք պահպանել խորհրդային միությունը, այդ 3 հանրապետությունից երկուսը 70-ից ավել ձայնատվ է, Ռուսաստանը եւ Ուկրաինան, Բելարուսն էլ 80%-ից ավել։ Բա հաջորդ հանրակրվեն 10 տարի հետո պետք է լիներ։ Բա դուք ոնց երեքով որոշեցիք երկիրը ցրեցիք, որ սիրաշահեք Ամերիկային։ Այդ դավաճանեք դուք, այդ կոնկրետ փաստով։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմ եք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմ եք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։